Բարև ձեզ։ Սուրբ Սարգսի վերջին տարիների տարբեր տոնակատարություններն ու միջոցառումները միտում ունեն, որքան հնարավոր է գրավիչ դարձնել տոնը։ Երբեմն տոնի խորհրդի մատուցումն այնպես է փաթեթավորված, որ տոնը գրեթե անճանաչելի է։ Ու թեև ձգտումը մեծ է, բայց ձևը հաճախ այդպես էլ չի դառնում բովանդակություն։ Ինչպես ենք նշում Սուրբ Սարգիսը։ Այն գալիս է լրացնելու մեր տոնահանդեսային մշակույթի պակասը, թե հարստացնելու մարդու հոգևոր կյանքը։ Այդ հարցերի մասին տարբերակ հաղորդաշարի տաղավարում այսօր զրուցում եմ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի եւ Տեր Եսայի Քահանա Արթենյանի հետ։ Օրհնեցեք Տեր Հայր, բարև ձեզ։ Տեր Հայր, կարծիք կա, որ Սուրբ Սարգսին սիրային պատմություններ են վերագրվում, որպեսզի հնարավոր լինի ազգային կյանքից ամբողջությամբ դուրս մղել Սուրբ Վալենտինի տոնը։ Ինչ կապ ունի Սուրբ Սարգիսը սիրո հետ, սիրահարների հետ ավելի ճիշտ։ Նախ ես համաձայն չեմ, երբ որ նման կարծիք է ձևավորվում կամ ձևակերպվում ավելի ճիշտ, որ Սուրբ Սարգիսը հատուկ մենք Սուրբ Սարգսին վերագրում ենք ինչ-որ այսպես պատկերներ, խորհուրդներ, որպեսզի մենք դա հակադրենք Վալենտինի տոնին, որտեղ մանավանդ վերջի տարիների այս մեր տոնական միջոցառումների ձևակերպման, բովանդակության եւ արտահայտման մեջ Արարատյան հայրապետական թեմում, երբ որ փորձում ենք ավելի մեծ շուկով նշել, նման խնդիր երբևէ չի դրվել, որպեսզի մենք հակադրենք Սուրբ Սարգսի տոնը Վալենտինի տոնին։ Մեր խնդիրը ավելի, որտեղ մենք ունենք հետեւյալ պարզ մոտեցումը եւ շատ պարզ ճշմարտություն է այս հանգամանքը, որ եթե մարդիկ ծանոթ են տոնի իրական խորհրդին, մարդիկ իրենք են ընտրություն կատարում։ Մենք որևէ մեկին չենք կարող պարտադրել նշեք այս տոնը կամ մի նշեք։ Պարզապես պետք է ճիշտ մատուցել, մարդը ինքը ընտրությունը կատարում է։ Իսկ Սուրբ Սարգսին որոշակի այսպես իրային պատմություններ վերագրելը եւ այլն, մենք փորձում ենք այս տոնի խորհրդի շրջանակներում ավելի շատ վերհանել մեր ազգային ավանդույթի մեջ այն պատմությունները, նույնիսկ առասպելները, հեքիաթանման պատմությունները, հրաշքները նաև, որոնք կապվում են Սուրբ Սարգսի հետ, իսկ նման պատմություններ, որ Սուրբ Սարգիսը օգնել է երիտասարդին հասնելու իր մյուս կեսին, բարեխոսել է, որպեսզի երիտասարդները ամուսնանան եւ երջանիկ ընտանիք կազմեն, այսպիսի պատմություններ մենք ավանդույթի մեջ բազմաթիվ ունենք։ Ինչու հենց Սուրբ Սարգսին են վերագրվել դրանք, որտեղ մենք եթե համեմատության մեջ նայենք, Սուրբ Սարգսի վարքը ունեցող շատ սրբեր ունենք, իսկն նահատակության պատմություն, գրեթե նման, բացարձակ նման իրար։ Ինչու հենց Սուրբ Սարգիսը։ Մենք շատ հաճախ Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում մոռանում ենք, որ մենք այստեղ նաև տոնում ենք նրա որդու Մարտիրոսի հիշատակը եւ 14 զինվորների հիշատակը, որոնք նահատակվեցին Սուրբ Սարգսի հետ։ Ընդհանուր առմամբ կարծեք թե մյուս սրբերի, ինչպես ասենք Սուրբ Գևորգի եւ մյուս զորավար սրբերի հետ կապված նահատակության քրիստոնեական հավատքի դրսևորման ամբողջ այս պատմությունը եւ խորհուրդը կարծեք թե նույնն է, բայց այստեղ խնդիրը միայն նրանում չէ, որ շեշտը դրվում է, որ Սուրբ Սարգիսն էլ, ինչպես Սուրբ Գևորգը նահատակվեցին հանուն քրիստոնեության, նրանք որոշեցին չդավաճանել եւ չուրանալ հավատքը եւ մնացին քրիստոնյա, դրա համար նահատակության պսակն անձնառան։ Պարզապես Սուրբ Սարգսի այդ ամեն ինչից զատ նաև Սուրբ Սարգսի հետ կապվում էին մանավանդ տարվա այս եղանակին բազմաթիվ հրաշագործություններ, երբ որ Սուրբ Սարգիսը մանավանդ այս ժամանակահատվածում նեղյալներին, սովյալներին, ցրտահարվածներին հասնում էր օգնության եւ մարդիկ դիմում էին Սուրբ Սարգսի բարեխոսությանը եւ դրա հետ նաեւ դրան զուգահեռ նաեւ Սուրբ Սարգսին, քանի որ նախորդում է առաջավորած պահքը, իսկ առաջավորած պահքը թեև թյուրիմացաբար մարդիկ ասում են նաեւ Սուրբ Սարգսի պահք, բայց կապ չունի Սուրբ Սարգսի հետ։ Պարզապես ժամանակային առումով նախորդում է Սուրբ Սարգսի տոնին եւ պայծողության ամբողջ այս ընթացքին մեր ժողովրդի մոտ նաեւ ամրագրված այսպիսի ավանդույթ կամ սովորույթ կա, որ իրենց բարի նպատակների եւ ցանկությունների համար պայծողության այս ընթացքին նաեւ ապավինում են Աստծուն, որ եթե իրենք արժանապես այս պահքը պահեն, Աստված իրենց բոլոր ցանկությունները կկատարի։ Եվ այս երկու իրողությունները շատ հաճախ հոգեվոր փորձառության մեջ մարդկանց զուգորդվում են եւ արդյունքում մարդիկ Սուրբ Սարգսին վերագրում են իրենց ցանկությունները արագ կատարող սրբի այս դերակատարումը, ինչը եւ հոգեվոր կյանքում, մարդկանց կյանքում արտահայտվում է տարբեր հրաշքների միջոցով, երբ որ մարդիկ վկայում են, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ իրենք տարբեր փորձություններից ու դժվարություններից կարողացել են դուրս գալ։ Տիկին Ծատուրյան, իսկ մեր հայերի վերաբերմունքը, հատուկ առանձնահատուկ վերաբերմունքը Սուրբ Սարգսի նկատմամբ եւ առհասարակ կարծում եմ զորավարների նկատմամբ ինչով է պայմանավորված։
Սուրբ Սարգիսը ավանդական մշակույթում շատ ժողովրդական տոն է եղել։ Կապված կամ անկախ իր քրիստոնեական կոնտեքստի հետ, բնականաբար բխելով քրիստոնեական համատեքստից, գաղափարաբանությունից, բայց ունեցել է շատ ժողովրդական տարածում։ Սա կարծում եմ ցույցում է նախ քրիստոնեական մշակույթի խորքայնության մասին, այսինքն այնքան է ներծծվել, տարալուծվել ժողովրդական կենցաղումել, որ այդքան ժողովրդականություն էր վայելում։ Պարտադիր էին ուխտագնացությունները, մարդիկ անհամբեր սպասում էին այդ տոնին, դրանից առաջ իմանալով կամ չիմանալով այնուամենայնիվ այդ առաջովրած պահքին էին պատրաստվում, հետո մտնում այդ պահքի մեջ, հետո Սուրբ Սարգսի օրը փոխին զուտելով կամ ցորենի աղացած հատիկներից ինչ որ բան պատրաստելով դուրս գալիս այդ պահքից, որտեղ ժողովրդական սովորություն են, որոշ տեղերում անգամ ասում էին խաշիլի պաս, այսինքն չէր կարելի խաշիլ ուտել, խաշիլը ինչպես գիտենք, ցորենի աղացած բոված եւ աղացած հատիկներից պատրաստված շիլան էր։ Սա էլ ուներ իր պատճառները, ինչու, որտեղ համարվում էր, որ Սուրբ Սարգիսը իր հերոսական արարքների ժամանակ իր գրպանում մի բուռ ցորեն է ունեցել եւ այնքան է այդ կռիվների ժամանակ տանջվել, որ ցորենը փշրվել է, դարձել է մանր եւ ի հիշատակություն Սուրբ Սարգսի եւ ցույց տալու սերը նրա հանդեպ ժողովրդական մարդիկ նրա տառապանքները կրկնում էին իրենց կենցաղում եւ հաղորդակից էին դառնում Սուրբ Սարգսին եւ նրա մասին ավանդապատումներին։ Այս իմաստով շատ ժողովրդական տոնակատարություն եղել եւ հատկապես երիտասարդության շրջանում, որտեղ համարվում էր իսկապես երիտասարդների հովանավոր, երիտասարդներին օգնող եւ համոզված եմ, որ հենց այս ժողովրդական պատկերացումներն ի գիտություն է ընդունել հայրաքելական եկեղեցին, երբ որ Սուրբ Սարգսի տոնը հռչակեց երիտասարդների օրհնության օր, դրանով ժամանակակից կյանքում հստակ բանաձևելով ժողովրդական տոնի շարունակականության ձգտումը, եւ այս իմաստով մենք կարող ենք ուրախությամբ ասել, որ սա այն եզակի տոներից է, որոնք խորհրդային շրջանում նույնպես ընդհատակ անցնելով որևէ դրսևորում չունենալով ժամանակակից կյանքում ակտիվ վերածնունդ է ապրում տոնը եւ մեր աչքի առաջ տարեց տարի զարգանում, փոփոխվում, մարդկանց կենցաղում հատկապես երիտասարդական ինքնության կոնկրետ առիթ եւ բաղադրիչ է դառնում։ Իսկ ինչու հատկապես երիտասարդական։ Այս հարցը ես Տեր Հորնել ուղղեցի, ինչու հենց երիտասարդների հետ Սուրբ Սարգիսն է կապվում, ասենք ոչ մեկ ուրիշ սուրբ։ Ժողովրդական ավանդազրույցներում Սուրբ Սարգիսը միշտ համարվում էր, որ օգնության է հասնում դժվար իրավիճակում գտնվողներին եւ հատկապես օրինակ սիրո բարեխոս էր համարվում, հա։ Այն ժամանակ սիրող զույգերը նույնքան ինքնուրույն չէին կարող ընտրություն կատարել, ինչքան որ մենք պատկերացնում ենք ժամանակակից կյանքում, չէ՞։ Ծնողներն էին որոշում կատարում, ծննդյան օրից էր դա որոշված, բայց լինում էին այնուամենայնիվ թաքուն զգացումներ, որոնք հակադրվում էին այս հանրային որոշումներին ընտանիքներ ստեղծելու, եւ այս իմաստով համարվում էր, որ Սուրբ Սարգիսը կբարեխոսի, որպեսզի սիրող զույգերն իրար հասնեն եւ աղջիկների ամուսնանալու հովանավոր էր համարվում Սուրբ Սարգիսը, երբելի այդ օրը պարտադիր գուշակություններ էին անում այդ Սուրբ Սարգսի տոնին պատրաստվող խաշիլից մի փոքրիկ մաս դնում էին տան Պարիսպին, ծառի ճյուղին, որպեսզի տեսնեն, թե որ ուղղությամբ թռչյունը կտանի, այդ ուղղությամբ էլ կգար փեսացուն, այսինքն կյանքը ավանդական հասարակությունը միայն ընտրություն կատարողից չէր կախված, հա, կային շատ այլ հանգամանքներ, բախտը ինչպես կտնօրինվեր, ինչ բարենպաստ իրավիճակներ կստեղծվեր եւ այս իմաստով դրա համար շատ կարեւորվում էր մի սրբի հովանավորությունը, որը օգնություն կհասներ այս իրավիճակներում եւ դա Սուրբ Սարգիսն էր ըստ։ Ոմանք դեմ են այդ տոնի սնոտիապաշտական այդ ներմուծումներին, ասենք հնարավոր է որ դրանք շատ վաղուց են եղել այդ ներմուծումները, բայց աղի բլիթին, ուրիշ տոների դեպքում, ասենք Տիառն Ընդառաջի դեպքում խարույկի վրայից թռչելուն կամ Վարդավառի դեպքում վիճակ գցելուն եւ այլն, եւ առաջարկում են հրաժարվել այդ
ավանդույթներից, այդ սովորույթներից, այդ պատմություններից հրաժարվել, որտեղ դրա տակ ավելի շատ կեղծ պաշտամունք են տեսնում։ Ինչ կարծիքի եք։ Հակառակ կարծիքներն էլ իհարկե կան, որ սրանք գեղեցիկ ավանդույթի մաս են ժողովրդական եւ պարտադիր պետք է զուգահեռ ընթանան հոգևոր խորհրդի, տոնի հոգևոր խորհրդի հետ։ Ժողովրդական ավանդույթի մեջ այս կամ այն տարը, էլեմենտը, խաղը, որևէ դրսևորում, այնպես չի, որ եկեք մենք որոշենք այսպես լինի, ու դա այդպես լինում է։ Դա ժողովուրդն է որոշում։ Եվ դա ինչ որ հատուկ նստել քննարկելով եւ ինչ որ մեկի որոշմամբ դա լավ է կամ վատ, ոչ կարող ենք մեր կենցաղից հանել, ոչ կարող ենք ներմուծել մեր կենցաղ։ Եվ մանավանդ այդպիսի թյուր ըմբռնում կա, որ այս կամ այն եկեղեցական տոնի եւ մասնավորաբար Սուրբ Սարգսի տոնի հետ կապված մենք հայերս փորձել ենք ինչ-որ այսպես էլեմենտներ ավանդույթի եւ մշակույթի առումով ավելացնել, որ ավելի տոնը լինի ժողովրդական եւ այլն եւ այլն, բայց իրականում դա բնավ այդպես չէ։ Նախ շատ եթե մենք իրականում հիշենք Սուրբ Սարգսի տոնը ինչպես հաստատվեց մեր եկեղեցում եւ առհասարակ մեծ ժողովրդավարականություն վայելեց մեր ժողովրդի մեջ։ Ուրեմն Ներսես Շնորհարի հայրապետը առաջին անգամը լինելով հավաքեց ամբողջական Սուրբ Սարգսի վարքը Հաղպատի վանահոր խնդրանքով, ինչու որովհետև մանավանդ այդ տարածաշրջանում քաղաքեդոնական եկեղեցին, որ ուշակի ազդեցություն ուներ եւ առնչություն կար քաղաքեդոնական հունադավան եկեղեցու հետ։ Եվ նրանք մեզ մեղադրում էին, որ դուք Սուրբ Սարգիս եք տոնում, բայց դա հեթանոսական կամ այդպիսի սուրբ գոյություն չունի, կամ դա սխալ տոն է։ Եվ մեզ նույնիսկ նաեւ հունադավանները մեղադրում էին առաջավորած պահք, այդ պահքը մենակ հայկական է, իրենք չունեն այդ առաջավորած պահքը, զուտ կապված է Գրիգոր Լուսավորչի հետ։ Եվ մեզ հայերիս, հայ եկեղեցում մեղադրում էին հերետիկոսության մեջ, որ եւ առաջավորած պահքը սխալ է ձեզ մոտ այդ ավանդույթը, այդպիսի բան գոյություն չունի, եւ Սուրբ Սարգսի տոնը։ Դրա համար Հաղպատի վանահայրը դնում են Ներսես Շնորհալուն, որը դեռ եպիսկոպոս էր, եւ Շնորհալուն խնդրում է, որպիսի նամակ գրի եւ հավաքի, եւ ասորական աղբյուրներից Շնորհալին հավաքում է Սուրբ Սարգսի վարքը եւ ապացուցում եւ հույներին եւ նաեւ փաստում, որ այս Սուրբ Սարգիսը թեև ազգությամբ հույն, բայց իրական կերպար է եւ այս վկայաբանությունները նրա մարտիրոս որդու նահատակության հետ միասին իրական պատմություն է եւ իրողություն է։ Այսինքն իրականում Սուրբ Սարգիսը այս առումով անմիջապես ինքը կապվում է հայերիս հետ, որովհետեւ մենք դրա համար նաեւ պայքարել ենք։ Մյուս առումով Սուրբ Սարգսի ավանդույթների հետ կապված ավանդույթները ձևավորվում են ինչպես որ ժողովուրդը այս կամ այն եկեղեցական տոնը ընկալում է եւ վերապրում է, դրանից համապատասխանաբար ծնվում է ավանդույթ եւ դա բնականաբար մեկ օրում չի լինում կամ երկար ժամանակ է դրա համար անհրաժեշտ եւ այդ ավանդույթները կարող են այսպես կամ այնպես բացասաբար կամ ավելի դրական իմաստով փոփոխվել կախված նրանից որքանով մենք այդ բուն տոնի հոգեվոր խորհուրդն ենք գիտակցում եւ վերապրում։ Հետեւաբար պարտադրելով ասել, որ այս բանը, այս էլեմենտը պետք չի հանել կամ այս էլեմենտը պետք է թողնել, սա կարծում եմ, որ այդպես չի միանշանակ, որ կարելի որոշել ու այդպես կլինի։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ աղեբլիթին, այո, մենք ասում ենք մարդկանց, որ գուշակությունները, սնոտիապաշտական այդ դրսևորումները ոչ մի կապ չունեն քրիստոնեական հավատալիքների հետ, բայց ասենք ալյուրով փոխին դնել տան շեմին կամ երթիկին հավատալով որ Սուրբ Սարգսի ձիոպայտի հետքը պիտի լինի եւ դրանով պիտի որոշվի իրենց երջանիկ ապագան կամ հաջող տարվա ընթացքը սա պարզ հավատքի դրսևորում է վստահ եմ որ ցանկացած գիտակից հավատացյալ հասկանում է որ խնդիրը այդ պայտի մեջ չի խնդիրը աղե բլիթի մեջ չի պարզապես սրանք ժողովրդական խաղեր են, որոնք երբեմն երբ որ հոգևոր ապրումները Սուրբ Սարգսի կոնկրետ Սուրբ Սարգսի տոնի մասին խոսում ենք, բարեխոսության կարևորությունը, հոգևոր իմաստը հետ է նահանջում, ինչը մենք ունեցանք այս սովետական շրջան, նախորդ սովետական շրջանի ընթացքում, բնականաբար արդեն սնոտիապաշտական հավատալիքները ավելի առաջ են մղվում։ Ոչ ոք չի կարող ասել, որ մեր նախնիկ, երբ որ Սուրբ Սարգիսն են տոնել ավելի հարուստ ժողովրդական ավանդույթներով, ավելի շատ սնոտիապաշտ եղնել, քան թե մենք այսօր, որ ունենք 1-2 ավանդույթ Սուրբ Սարգսի ժողովրդական ավանդույթ, որ պահում ենք,
դրանցից առաջինը բնականաբար աղեբլիթն է, այսինքն ոչ ոք չի կարող ասել, որ մենք ավելի լավ, այսպես հետևում ենք այս տոնի խորհրդին, քան մեր նախնիկ, որոնք շատ ավելի հարուստ ավանդույթներով համեմված, բայց դրա հետ զուգահեռ հոգևոր ապրումները եւ զգացումները եղել են շատ ավելի բարձր, քան թե կարող ենք այսօր մենք ունենալ։ Ես մի փոքրիկ պատմություն ուզում ավելացնել հայ եւ հույն այդ դավանաբանական հարցերի ժողովրդական ընկալումների, այնքան իրոք հստակ էր այդ բաժանումը, որ հայերը չպիտի ունենան առաջավորած պահք եւ հույները այնքան էին ըմբոստանում այս երևույթի դեմ, որ շատ ավանդազրույցներ են պահպանված ազգագրական նյութերում, թե ինչպես են հայերը այնուամենայնիվ ինչ որ վիճակներում փորձել հույներին ներքաշել առաջավորած պահքի մեջ, մի ավանդազրույց կա, ասում է հայ իշխանը կամ թագավորը հույն մեկին գերի է վերցնում եւ ասում է պիտի պահես առաջավորած պահքն, ասում է ես չեմ կարող պահել, որտեվ դա հակասում է մեր դավանաբանությանը, բանտ են նետում եւ երբ որ 5 օրից դուրս է գայս, ասում է տեսար որ պահեցիր այնուամենայնիվ, ասում է չեմ պահել, տրեխս թրջել եմ, կերել եմ եւ դա տրեխն էլ դե կենթանական ծագման էր, չէ, այսինքն զավեշտի հասնող, բայց որը իր մեջ խտացված ցույց է տալիս, որ իրոք այս սահմանաբաժանումը կար դավանաբանական եւ հայկական ինքնության ինչ որ մի մաս էր նաեւ Սուրբ Սարգիսը, իսկ ինչ վերաբերում է ժողովրդական ավանդույթներին եւ քրիստոնեական գաղափարների հակադրությանը, ես չեմ կարող կիսել այն տեսակետը, որ դեմ են թե կողմ են, ինչպես Տեր հայրն էլ նշեց, մենք կառուցելով եւ բանաձևերը պարտադրելով երբևէ որևէ սովորություն չի կարող տարածվել եւ իրապես ժողովրդական դառնալ։ Դրա փոխարեն մենք ընդհանրապես կունենանք հանդեսներ, միջոցառումներ, որոնք մարդկանց կյանքին, կենցաղին, ապրումներին, հույզերին որևէ կերպ չեն կարող առնչվել։ Բայց տոնը ունի լիցքաթափման եւ լիցքավորման մեծ նպատակ։ Այսինքն իր բուն կրոնական բովանդակությունից զատ ժողովրդական սովորությունները նախ մարդկանց կապում են, ինքնություն են ստեղծում, տեղական, խմբային, էթնիկ եւ հնարավորություն են տալիս էմոցիոնալ, հուզական լիցքաթափում ունենալ։ Այսինքն խարույկի վրա թռչելով, փոխինդը դուրսը դնելով, ինչու ոչ պահք պահելով, որ երազանքը կատարվի, ինչ որ իրար վրա ջուր լցնելով, այս բոլորը մարդկանց կյանքում որոշակի եւ կարեւոր հուզական դեր են կատարում։ Մենք կարող ենք ասել էկրաններից, միջոցառումներից, սա պետք է, նա պետք չի, բայց ես այդ բանաձևերի եւ հրահանգների պրակտիկ էֆեկտը չեմ կարող հասկանալ։ Ընդհակառակը մենք մեր աչքի առաջ տեսնում ենք, թե հետ խորհրդային շրջանում ընդհակառակ բազմազանություն առաջարկելով մեր կյանքն ինչքան է ավելի ուրախ դառնում։ Ես չեմ կարող գտնել որևէ հակափաստարկ, թե ինչով է վատ սիրո բարեխոս զորավարի տոնը նշելը։ Սեր գաղափարը շրջանառելը, որ այո շատ կարևոր է, որ երիտասարդների մեջ սեր լինի, կարևոր է, որ չշեշտել, հա, որ բախտիքը մահաճույքին է պետք թողել այս երևույթը, բայց սիրո գաղափարը քննարկելը ինչ հակափաստարկ կարող է ունենալ։ Հակափաստարկը հիմնականում սիրո գաղափարի աղավաղված կամ աղավաղումն է դառնում, այսինքն ինչպես է սիրո գաղափարը մատուցվում, եթե սերը դա մարմնական ֆիզիկական երևույթն է, շատ կտրուկ է հակադրվում սիրո հոգևոր ընկալմանը։ Այս հակափաստարկը հիմնականում այստեղ է կայանում, այսինքն մենք իրական ապրումների, իրական զգացմունքների դաշտը թողնում ենք եւ ինչ որ ավելի սովորաբար այդ սխալ պատկերացում է, երբ որ շատ այսպես դեպքերում ներկայացում է, որ խոսքը այստեղ մարմնական սիրո մասին է։ Բնավ այդպիսի բան գոյություն չունի։ Եթե շատ հաճախ մարդիկ այդպես են ընկալում, գուցե պետք է վերանայել ամբողջ խորհրդի նկատմամբ մեր վերաբերմունքը, որտեղ այնինչ որ մատուցվում է Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում, մեր ժողովրդին, հասարակությանը, այնտեղ որևէ կերպ մարմնական սիրո մասին խոսք լինել չի կարող։ Բնականաբար այստեղ մենք կարևորում եւ արժևորում ենք աստվածային սերը,
որը կարող է մեր տարբեր հանգրվաններում մեր կյանքի միշտ ուղղորդել եւ պետք է որ ուղղորդի մեզ, որպեսզի մենք կարողանանք սիրել մեր ծնողին, մեր կնոջը, մեր երեխային, մեր հայրենիքը, մեր եկեղեցին եւ այն ամեն ինչով մենք շրջապատված ենք։ Հետեւաբար միանշանակ այստեղ խոսքը գնում է այդ աստվածային սիրո մասին, որը եւ այսօր փորձ է արվում ոչ միայն Սուրբ Սարգսի տոնի առիթով, այլ առհասարակ մեր եկեղեցական բոլոր խորհուրդների մեջ մատուցել մեր ժողովրդին եւ սովորեցնել, որ առանց այդ սիրո հնարավոր չի ապրել մեր կյանքը։ Սովորաբար ժողովրդական տարրերը ավելի տիրական են դառնում հոգևոր ընկալումների նկատմամբ, իսկ հոգևոր ընկալումները նույնպես կարող են մարդու համար նպատակ դառնալ ի վերջո, ասենք մաքրվելու, չգիտեմ, թեթևանալու, ավելի նոր մեկնակետից սկսելու կյանքը եւ այլն կամ շարունակելու։ Այսինքն ինչու են այդ ժողովրդական սովորույթները հիմնականում տիրական դառնում։ Առաջին հերթին մեր խնդիրը ոչ թե այն է, որ ասել այսինչ կամ այնինչ ավանդույթը վատ է, որովհետեւ նոտիապաշտություն կա սրա հետևում թաքնված եւ այլն, այլ առաջին հերթին բուն տոնի հոգևոր խորհուրդը մատչելի եւ հասանելի դարձնել մեր ժողովրդին։ Իսկ ինչպես մատչելի հասանելի դարձնել Տեր հայր, որ մոտեցումները տարբեր են, առաջացնի եւ զանգվածային, մոտեցումները տարբեր են։ Մենք ունենք հնարավորություն քարոզչության, հնարավորություն հրապարակումների, ելույթների, կրթելու ժողովրդին, դա ամենօրյա աշխատանք է։ Պարզապես կրթական աշխատանք է, որ այսօր մեր եկեղեցին մենք ցանկանանք թե ոչ մեր եկեղեցում մենք այսօր ամբողջ օրը խնդիր ունենք մարդկանց կրթելու սկսած պարզ այն եկեղեցի մտելու կանոններից չէ որ հոգևորականը երբ որ մտնում է եկեղեցի կամ լինում է եկեղեցում եւ տեսնում է որ բազմաթիվ մարդիկ մտնում են դուրս են գալիս մեկ այսպես մեկ այնպես այսինքն ամբողջ օրը հոգևորականը եկեղեցում նաեւ այս կրթական հոգևոր իմաստով, հա, կրթում է։ Քարոզչությունը, դասընթացները, հանդիպումները, զրույցները մարդկանց, սրանք են հիմնական միջոցն են, որով որ մենք պիտի փորձենք մարդկանց այդ հոգևոր խորհրդին հաղորդ դարձնել։ Իհարկե ես չեմ ասում, որ մենք պիտի անտեսենք նաև այս մյուս մասը, որ այդ ավանդույթների մեջ դրսևորվում են նոտիապաշտական երևույթներ, որոնց մասին պետք է զգուշացնել ժողովրդին, ասել, որ այս բաները խոտելի են եւ այս բաները նոտիապաշտական են, պետք է զգուշ լինել սրանից։ Բայց միայն ասել, որ սա չի կարելի, դրանով մենք ոչինչ չենք փոխի, դրանից բան չի փոխվի մեր հասարակության մեջ։ Պետք է ցույց տանք, թե ինչն է կարելի եւ ավելի ընդգծենք հոգեվոր խորհուրդը եւ դա մատուցենք ժողովրդին։ Ժողովուրդը ինքը ընտրություն կկատարի։ Երբ որ մարդը իրապես եկավ Սուրբ Սարգսի տոնին, պատարագին մասնակցելու, հաղորդություն ստանալու, անկեղծորեն իր աղոթքը բարձրացնելու առ Աստված, զղջալու եւ ապաշխարել, այդ մարդը ամսի 10-ին, այսինքն եթե Սուրբ Սարգսի տոնը 11-ին, ամսի 10-ի գիշերը աղեբլիկ չի ուտի, որտեղ պետք է ինքը ծոմ պահի, որ հաջորդ օր ինքը հաղորդություն ստանա։ Ինքստինքյան այդ երևույթը մեջտեղից դուրս է գալիս։ Անկեղծ ասած, չեմ էլ կարող պատկերացնել, որ մեր այսքան սիրուն ժողովրդական տոները, որոնք ի վերջո դարերի ընթացքում քրիստոնեության եւ ավանդույթների այնքան ներդաշնակ միաձուլում են, որ հնարավոր էլ չի պատկերացնել, թե դրանք միմյանցից զատ ինչ կառուցվածք են ունեցել։ Հիմա ես չեմ կարող պատկերացնել այս տոներին որևէ բովանդակության հանելը, ասենք դեռն ընթառաջից հանենք ժողովրդական բովանդակությունը կամ քրիստոնեական բովանդակությունը։ Այսինքն մենք արդեն ունենք իրողություններ, հենց ավանդույթը դա է, որ մի բան, որ սերնդեց սերունդ ժամանակի ընթացքում փոխանցվել է, կայունացել է, մարդկանց արժեքների մաս է դարձել։ Միայն հավատքի մասին չի խոսք, չէ, ընդհանուր արժեհամակարգի մասին ենք մենք խոսում եւ ի վերջո մենք չենք կարող այսօր աշխարհիկ պետության մեջ ակնկալել, որ հանրապետության ամբողջ բնակչությունը, բոլոր քաղաքացիները կարող են քրիստոնեական դավանաբանության էությանը այնքան հաղորդակից լինել, որ իրենց աշխարհիկ կյանքի պրակտիկաները ամբողջապես կառուցեն քրիստոնեական հավատքի պրակտիկաներով։ Այն, որ մեր կենցաղը քրիստոնեական արժեհամակարգի հիմքի վրա է, սա մեկ այլ իրողություն է, բայց առօրյա պրակտիկաների հիմքում կրոնական պրակտիկաները անընդհատ տեսնել ես դժվարանում եմ, այսօր դա արդեն անհնար մի բան է, եւ երիտասարդությանն էլ ինչքան էլ որ ջանանք, որևէ պետության, որևէ հասարակության դեռևս չի հաջողվել այնքան
կաղապարել այս երիտասարդական բռնկունությունը, պորտքունությունը, ռիթմը, որ միայն իրեն ուղղորդենք որևէ երևույթի կրոնական մեկնաբանության մեջ։ Այսինքն մենք կարող է հայ առաքելական եկեղեցին իր գործունեությունից ելնելով, իր արժև դրված նպատակներից ելնելով ունենա իր օրակարգը, բայց այդ օրակարգը ես առայժմ դժվար եմ պատկերացնել, որ կարող է դառնալ բոլոր մարդկանց, բոլոր երիտասարդների դավանաբանական օրակարգն էլ։ Իսկ այս համատեքստում դեպի ուր են գնում այս տոնի զարգացումները ժամանակակից։ Այս համատեքստում տոնի զարգացումները գնում են տոնի կենսունակության պահպանմանը։ Ժամանակակից ստանդարտացվող աշխարհում արդեն կղզյակներ են մնացել այն հասարակությունների, որոնք կենսունակ պահպանում են իրենց ավանդույթները եւ այսօր աշխարհը նույն միջազգային ինստիտուտները, եթե ընդունենք օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, խոշորացույցի տակ ման է գալիս երկրագնդի վրա, թե այն որ հասարակություններն են, որոնք իրենց ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանել են, այսինքն այն որ հասարակություններ են, որ այդքան զգայուն են իրենց նախնիների թողած ավանդույթի հանդեպ, որ կարողանում են սերնդեսերունդ փոխանցել եւ կուլ չեն գնում ստանդարտացվող միանման երևույթներին եւ գործընթացներին։ Հիմա մենք ունենք այդ առավելությունը, չնայած խորհրդային այդ ոչնչացնող ազդեցությանը, այնուամենայնիվ, թե ազգայինի հանդեպ այդ միշտ պահպանելու, տեսնելու, վերագտնելու ձգտումները, թե հայ առաքելական եկեղեցու ջանքերն այս ուղղությամբ տվել են իրենց արդյունքները։ Հիմա մենք ունենք կենսունակություն, շարունակվող շղթա տոների, ժողովրդական տոների, որոնք մի փուլում մի քիչ ավելի կոմերցիոն կլինեն, մի քիչ ավելի մի փուլում հոգևոր կլինեն, մի փուլում ավելի մասշտաբային կլինեն, բայց մենք տեսնում ենք այս զարգացումները։ Եվ սա շատ ուրախալի է իմ համար, որովհետև սա ցույց է տալիս հասարակության ապրելը։ Դուք խոսեցիք խորհրդային շրջանի այդ ոչնչացնող քաղաքականության մասին, կա պնդում, որ եկեղեցական տոները իրենց նախնական իմաստից զրկվել են նաև խորհրդային ազգագրագետների թեթև ձեռքով, այսինքն այն ժամանակ պատվեր են ունեցել ավելի շատ տոնը հարստացնել այդ ժողովրդական տարրերով, որպեսզի հնարավոր լինի չեզոքացնել հոգևոր բնույթը։ Կա այդպիսի բան առհասարակ։ Ինչ է ասում ազգագրության պատմությունը, կա նման բան, եղել է նման բան, թե դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Չէ, դա այս գործընթացը մենք կարող ենք տեսնել, որովհետև, բայց մյուս կողմից դա նաև ազգագրության ձեռքբերումներից է, որովհետև հակառակ դեպքում մենք ունենայինք ընդհանրապես այս տոների զարգացման, տոներին անդրադառնալու հնարավորության բացակայություն։ Գոնե այս պարագայում ազգագրագետները հնարավորություն են ունեցել գրել, խոսել, վերլուծել եւ քննարկել տոնի ժողովրդական համատեքստը։ Իհարկե բոլոր հետազոտողներն էլ հետագայի եւ այդ ժամանակի չէին կարող ենթադրել, որ այդ ժողովրդական համատեքստը ընդհանրապես կտրված էր տոնի կրոնական համատեքստից եւ բնական է, որ եթե այս շրջանում մարդիկ քրիստոնեական հավատքի էին եւ տոներն էլ պիտի ունենային այս նույն տրամաբանությունը եւ բխեին քրիստոնեական հավատքից Եվ խորհրդային շրջանում, բայց շատ մեծ են եղել անդրադարձները ժողովրդական տոներին, բնականաբար խորհրդային գաղափարախոսությունը որևէ կերպ չէր կարող թույլ տալ դրանցում շեշտադրել կրոնականությունը, իսկ եթե թույլ էր տալիս, ապա հետազոտողը պարտավոր էր դրա մեջ տեսնել ծաղրանքի եւ պարզավանքի արժանի մի բան եւ ցույց տալ, որ ինչ սնոտիապաշտ զբաղմունքներով են զբաղվել, ինչ անհեթեթ գործընթացներ են տեղի ունեցել, այս իմաստով այո, խորհրդային պետության գաղափարական ճնշումը եւ այդ երկաթե ձեռքը հումանիտար գիտության բոլոր ոլորտներում իր ուղումները եւ մշակումները կատարել է։ Տեր հայր, Սուրբ Վալենտինը հնարավոր էր եւ տարվել է եւ մինչեւ այժմ էլ կարծեմ տարվում է գարեջրատներ, ժամանցի ու զվարճանքի վայրեր։ Սուրբ Սարգիսը հնարավոր է տանել այդտեղ։ Բնականաբար ոչ, որովհետեւ Սուրբ Սարգ, եթե մենք խոսում ենք հոգեվոր խորհրդի մասին, մենք չենք կարող Սուրբ Սարգսի տոնակատարությունները տեղափոխել զվարճանքի այդպիսի վայրեր, որովհետև սա ավելի շատ այնպիսի մի տոն է, որ մեզ առիթ է տալիս խորհրդածելու, պահեցողությամբ քայլելու դեպի այս տոնը, անդրադառնալու մեր հոգևոր կյանքին եւ շտկելու մեր կյանքը։
բայց մեզ համար ուրախալի է այն հանգամանքը, որ շատ ու շատ կազմակերպություններ, հիմնարկներ փորձում են միանալ այս տոնին եւ դա անում են ինքնակամ։ Ասենք հնարավոր է, որ այսօր էլ տեսնեք Սուրբ Սարգսի տոնի առիթով այսինչ կամ այնինչ կազմակերպությունը հանգստի գոտին կամ ճաշարանը, ռեստորանը հայտարարում են այսքան տոկոս զեղչ Սուրբ Սարգսի տոնի առիթով, բայց այնտեղ Սուրբ Սարգիս չեն նշում, պարզապես այս տոնը առիթ է, որ նման ակցիաներ կազմակերպեն, բայց դա անում են իրենց կամքով, իրենց որոշումն է այս կերպ միանալ տոնին եւ բազմաթիվ այդպիսի օրինակներ այսօր էլ մենք ունենք եւ կան, որ մարդիկ գնում են այս քայլին, բայց դա վերածել հարբեցողության, խնջույքի բնականաբար չեն կարող արգելել, որ մարդիկ այս տոնի օրը որոշակի խնջույք կամ զվարճություն, ուրախություն իրենց թույլ տան բայց այդ ամեն ինչը բնականաբար չափի սահմաններում։ Դեր հայր, իսկ ինչու ավելի հետաքրքիր լուծումներ չեն գտնվում այս տոնի փաթեթավորման համար։ Հետաքրքիր գաղափարներ գրեթե չկան։ Մարդիկ սովոր են որևէ տոնին ավելի ակտիվ մասնակցել, որ շոշափել ինչ-որ բան է փոխանցում մեկը մյուսին։ Այս իմաստով Սուրբ Սարգիսը չի կարող դառնալ կոմերցիոն տոն, ինչպես որ ասենք Վալենտինի տոնն է, բայց տոնի առումով կոնկրետ մասնավորաբար Արարատյան հայրապետական թեմում հատկապես զինվորներին եւ վիրավոր ու հաշմանդամ զինվորներին հստակ ծրագրեր են իրականացվում հենց Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում։ Ասենք մենք արդեն 2014 թվականից Արարատյան թեմում իրականացվում է մենք մեր զինվորի կողքին ենք ծրագիրը, որը հենց Սուրբ Սարգսի տոնակատարության շրջանակներում ծնվեց։ Երբ որ այս վերջին 11-12 տարիների ընթացքում, երբ որ անընդհատ մեր տոնակատարությունների շրջանակներում մասնակցում են նաև զինվորականներ, որոնք պարզ մասնակցություն են մնում, այսինչ կամ այնինչ համերգին կամ միջոցառմանը եւ հետագա ժամանակի ընթացքում մեր առաջնորդը Սրբազան հայրը որոշեց, որ ավելի շոշափելի ինչ-որ օգնություն կազմակերպել զինվորների սոցիալական նաև ուղղվածությամբ եւ ծնվեց մենք մեր զինվորի կողքին ծրագիրն ենք, որ արդեն 4-րդ տարին է, որ իրականացվում է եւ մոտ 800 հաշմանդամ ու զոհված զինվորների ընտանիքներին օգնություն, նյութական օգնություն եւ աջակցություն է ցուցաբերվել։ Երկրորդ տարին լինելով կազմակերպվում է սահմանին կանգնած լավագույն ծառայող զինվորի պարգևատրման խրախուսման եւ պարգևապատրման արարողությունը։ Այս տարի նույնպես սպասվում է, որ այդ արարողությունը պիտի տեղի ունենա։ Այսինքն սոցիալական ծրագրերը հիմնական Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում ուղղվում են այս երևի թե նաև այս վերջին տարիների, ապրիլյան պատերազմը, սահմանի անհանգիստ այս վիճակը թելադրում են, որ այդ ծրագրերը հիմնականում նաև ուղղվեն մեր զինվորին եւ մեր բանակին։ Ուրիշ ինչ կերպ եք տեսնում, այսինքն եթե ընդունենք Սուրբ Սարգիսը զորավար էր, այդ տեսանկյունից կարելի է կապել զինվորների հետ, ուրիշ ինչ փաթեթավորում Տեսեք, մենք ունենք նման տարբեր ծրագրեր եւ փորձառություններ, երբ որ օրինակ այս տարի լրագրողները հավաքվեցին, գաթաներ թխեցին, տարան մանկատան երեխաներին եւ իրենց համար գեղեցիկ օր կազմակերպեցին։ Լինում են տարբեր միջոցառումներ ու ծրագրեր համայնքներում, Երևան, ոչ միայն Երևանում, այլ նաև մեր մարզերում, մասնավորաբար Արարատի մարզում, երբ որ հատուկ այսպես ուշադրություն եւ հոգացություն է դրսեւորում ծերանոցներում, մանկատներում, հանգրվանած մեր երեխաների եւ ծերերի նկատմամբ, հատուկ ուշադրություն միայնակ ծերերին։ Համայնքներում տարբեր նման միջոցառումներ իրականացվում են։ Թեև դա ավելի այսպես ընդգծվում է Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում կամ Սուրբ Հարության տոնի շրջանակներում կամ Սուրբ Ծննդյան, այսպես հատվածաբար տարվա ընթացքում կարևոր մեր եկեղեցական տոների ընթացքում դա ավելի ընդգծված արտահայտում է, բայց այդ ծրագիրը մանավանդ սոցիալական այդ ուղղվածության ծրագրերը իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով։ Պարզապես այսպես փուլային եւ դա ամփոփում է եւ նաեւ ավելի այսպես ընդգծելով նաեւ տոնի առիթը իրականացվում են այս ծրագրերը։ Տիկին Ծատուրյան, ձեզ որպես այս հանրության մի մաս
դուր են գալիս այն արարողությունները, այն տոնակատարությունները, ինչ որ այդ օրերին տեղի են ունենում։ Նաև որպես ազգագրագետ հետաքրքիր է, այսինքն ազգագրագետի աչքը ավելի գնահատող է այդ տեսանկյունից։ Որպես ազգագրագետ ինձ շատ հետաքրքիր է հետևել ժամանակակից զարգացումներին։ Ինձ շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես չգոյությունից գոյություն է առաջանում եւ ինչպես են նոր պրակտիկաներ ձևավորվում։ Ես գիտեմ, որ շատ մեծ ըմբոստություն կա տոնի կոմերցիոն դրսևորումների հետ կապված, բայց ես նաև չգիտեմ որևէ զանգվածային տոն, որը կարողանա զերծ մնալ կոմերցիոնից, այսինքն Վալենտինի տոնն էլ եթե չուզելով այնուամենայնիվ համեմատենք, նույն եվրոպական համատեքստում էլ չէ, ինքը նույն կրոնական բովանդակությունը ակունքներն ունի, բայց այսօր երիտասարդության շրջանում այն բացառապես իրար ինչ որ մի շոշափելի իր փոխանցելու սպառողական հասարակության դասական տոներից է։ Նույն իմաստով մեր երիտասարդներն էլ, բայց օրինակ ինձ շատ հետաքրքիր էր այս տարվա միջոցառումների մեջ Երևանի գրախանութներից մեկի կազմակերպած միջոցառումը, երբ որ բոլորս ընդունում ենք, չէ, որ գիրքը կարևոր արժեք է։ Հիմա դա իրենց բիզնես գաղափարն է, բայց տոնի եւ հասարակական համատեքստում շատ լավ գեղեցիկ տեղավորվել էր։ Առաջարկում են գաղտնի սիրո Սուրբ Սարգսի բարեխոսության այս դրամաբանության մեջ, մեկը գնում է իր սիրեցյալի համար գիրք է պատվիրում, թողնում այնտեղ ինչ որ էջանշանի վրա ինչ որ մի տվյալներ, հետո նա գալիս է։ Հիմա ժողովրդական կենցաղում չեն կարող, չէ, այս դրամաբանություն ունենալ, բայց ավանդույթի լրիվ վերաձևակերպում է կամ նորովի ստեղծումը, այսինքն այդ գաղտնի սիրելու, սերը դրսևորելու, բայց բոլորիս համար ընդունելի արժեքի գրքի միջոցով։ Այսինքն ես կարծում եմ, որ այդ ձեր մտավախությունները նոր փաթեթավորում, նոր գաղափարներ ժամանակի ապրվելու եւ այս տոնը զարգանալուն զուգընթաց մենք շատ կունենանք եւ համոզված եմ հաջորդ տարի նույն թեմային անդրադառնալուց ավելի քիչ մտահոգություններ կունենանք տոնի զարգացման հետ կապված։ Ինձ դուր է գալիս երիտասարդների թիրախավորումը։ Ինձ շատ է դուր գալիս այդ գաղափարը, որովհետեւ այո, ես գտնում եմ, որ մեր հասարակությունում երիտասարդներին պետք է մենք շատ կարևորենք, թեև տանք, տարածք տանք, հանրային դաշտ տանք դրսևորվելու եւ մրցունակ դառնալու եւ ազատ քաղաքացի դառնալու, սիրելու եւ սիրված լինելու։ Շատ լավ, խոսեցինք արժեքներից, փորձենք այդ թեման շարունակել։ Փաստորեն Սուրբ Սարգիսը զոհվեց հանուն հավատի, հանուն այդ հավատից բխող արժեքների եւ ի վերջո հանուն ինքնության։ Դա շատ կարեւոր է, այդ քաջությունը ունեցավ։ Հիմա ժամանակակից մարդու համար այդ քաջությունը ակտուալ է, գնահատելի է։ Այնքան ինչպես որ մենք տեսնում ենք Սուրբ Սարգսի օրինակի մեջ, դժվար թե ասենք, որ այսօր այդ չափ մեզ համար ակտուալ է, բայց բնականաբար միայն բողոքելով կամ քննադատելով ասելով, որ այսօր մեր հասարակության մեջ չկան այդ արժեքները կամ չկա գիտակցում այդ արժեքների համար նահատակվելու նույնիսկ գնով պայքարելու, իրականում դրանով ոչինչ չի փոխվում մեր կյանքում։ Միանշանակ է, որ այսօր մենք խնդիր ունենք դաստիարակելու, կրթելու այնպիսի հասարակություն, երիտասարդություն, որ կարողանան այդ արժեքների համար պատրաստ լինել, այդ արժեքների համար իրենց կյանքը տալու եւ նահատակվելու։ Սա մեր ամենօրյա առաքելությունն է, գործն է, ուշադրության կենտրոնում պիտի լինի։ Բնականաբար ես չէի բողոքի, որ չկա։ Իրականում շատ այսպես այն օրինակը չէ, որ մեզ կարող է գոհացնել, ասենք, որ այո, մենք ունենք այսպես։ Երևի թե չեմ սխալվի եւ միակ օղակը, որ կարելի է այդ քաջություն, այդ արժեքները եւ դրանց համար նահատակության պատրաստականությունը, երևի թե մեր բանակն է այսօր։ Միակ օղակ, որպես համախմբված մենք դա տեսնում ենք այսօր եւ դա մեր բոլորիս գուրգուրանքի ուշադրության կենտրոնում է նաեւ դրա համար ոչ միայն որ մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, մեր կյանքը, մեր հայրենիքը, այլ նաեւ որ իրանք պատրաստ են այդ արժեքների համար նահատակության գնալու։ Վերջին հաշվով սա գիտակից իրականության մեջ, գիտակցության մեջ շատ դժվար է պատկերացնել, դա սխրանք է։ Որ արեց Սուրբ Սարգիսը, սխրանք է, որ անում են մեր զինվորները այսօր, սխրանք է, եթե որևէ մարդ այսօր գնում է այդ ճանապարհով,
անկախ ամեն ինչից։ Փառքავს, այսօր ոչ մեկին չեն նահատակում նրա համար, որ ինքը սիրում է, որ ինքը հավատում է, որ ինքը ազնիվ է եւ այլն։ Բայց այդ նահատակությունը տարբեր կերպ է ուղիղ իմաստով չպետք է հասկանալ, այսինքն ինքնազոհողությունը անմիջապես ֆիզիկական զոհողությունը չպետք է նկատի ունենալ, այսինքն բաներ կան, որոնք հարկավոր է ըստ պետք է քաջություն ունենալ այդ արժեքները պահելու։ Ես չէի ասի, որ այսօր դա բավարար է, բայց չենք էլ կարող հայտարարել, որ այդպիսի օրինակներ մենք մեր կյանքում այսօր չունենք։ Լավ, խնդրեմ Տիկին Ծատուրյան, դուք ինչ եք կարծում։ Ես չէի ուզի, որ որևէ երիտասարդ երբևէ որևէ արժեքի համար մտածեր նահատակվելու մասին։ Անկամ հանուն այդ արժեքի։ Բայց եթե խոսենք այդ ցավոտ թեմայի մասին, մենք չենք էլ կարող չխոստովանել, որ այո, մեր հասարակությունում երիտասարդները ըստ էության պատրաստվում են դրան։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր զինվորները ամեն օր առնչվում են այս խնդրին։ Եվ այդ զինվորները այսօրվա մեր փաստացի երիտասարդության կեսն են։ Մյուս կեսն էլ, որոնք աղջիկներն են եւ չեն ծառայում բանակին, էլի ըստ էության պատրաստ են եւ գիտեն եւ իրենց կրթվելու ընթացքում եւ սոցիալական փորձառության ընթացքում գիտակցում են, որ կա մի արժեք, որ միավորում է բոլորիս, դա մեր հայրենիքի սահմանների խաղաղությունն է եւ որի համար ցավոք այսօր տրվում է ամենաբարձրագույն կորուստը երիտասարդի կյանքը։ Այսինքն այս իմաստով ինձ թվում է այս վիճակից դուրս մենք դժվար, ես չեմ կարողանում էլ քննարկել, թե ուրիշ ինչ արժեքներ են պակասում երիտասարդությանը, հանուն որոնց իրենք չեն կարողանում գնալ ինքնազոհության այլ բնակավարներում, որտեղ երիտասարդներն այսօր փաստացի բոլորը իրենց բարձրագույն շնորհը, վիճակը, կյանքը պատրաստ են կամ այնպես իրավիճակում են, որ գիտակցում են, որ հնարավոր է զոհաբերեն հանուն խաղաղության։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ զրույցի համար, իսկ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ այսօր ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի եւ Տեր Եսայի Քահանա Արթենյանի հետ զրուցում էինք Սուրբ Սարգսի տոնի խորհրդի մասին, կհանդիպենք։